Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին քննարկում ենք 3-րդ երկի 6-րդ գլուխը, որտեղ Մայտրեյան ուսուցումներ է տալիս Վիդուրային։ Մենք տեսնում ենք, որ արիացիները բավականին մանրակրկիտ քննարկում են արարչագործությունը, ընդ որում շատ մեծ ուշադրություն դարձնելով արարչագործության հոգեբանական ընթացքներին Եվ սա մեզ հնարավորություն է տալիս, որպեսզի մենք հաշվի առնենք ամենայն դեպս եւ այն իմաստությունը, որին տիրապետում էին արիացիները։ Ինչու համար է սա կարևոր, որովհետեւ իրականում, երբ որ մենք պատկերացում ենք կազմում, թե հատկապես հոգեբանության տեսանկյունից, դա որ process-ներն են, որ կենթանիակին բերել են նյութական աշխարհ, մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք բավականին լուրջ են քննարկում այդ հարցը, որովհետև հետագայում առաջարկում են այդ նույն ուրեմն ճանապարհը հետդարձ կատարել, չէ՞։ Այսինքն իրենց գաղափարը շատ պարզ կետում է կայանում, որ կենթանիակները իրենք ձգտում են երջանկության, կա ինչ-որ հոգեբանական պատճառներ, որով երջանկությունը այս աշխարհում իրականացնել համարյա թե չի հաջողվում։ Եվ բնականաբար մարդկությունը ինքը, եթե այսպես կարելի ասել, գլուխ է ջարդում այս հարցի շուրջ, թե ինչպես հասնել երջանկության։ Բարդ է խնդիրը, որովհետև նյութական աշխարհում ապրում են կենդանի էակներ, որոնք իրենք շատ հաճախ, ավելի հաճախ, այսպես ասեմ, խորասուզված են իրենց սեփական բավարարման խնդիրների մեջ, քիչ են անհանգստացած ուրիշ կենդանի էակների երջանկությամբ եւ սա դառնում է հիմք, որ կենդանիակը ինքը պատրաստ է լինում ուրիշ կենդանիակներին տառապանք պատճառել, երբ որ ինքը փորձում է կազմակերպել իր երջանկությունը։ Այս պատրաստակամությունը ինքը դաժանություն է մտցնում այս աշխարհ եւ այդ պարագայում այլևս ոչ մեկ չի կարող այս աշխարհում զգալ իրեն հանգիստ, եթե նույնիսկ երջանկություն ունի, որովհետեւ նյութական աշխարհում ապրող կենդանիակները ունեն երկրորդ խնդրեմը։ Էգոիզմից բացի, նյութական աշխարհում ապրող կենդանիակները կարող են միմյանց նախանձել։ Եվ սա նշանակում է, որ եթե ինչ-որ մեկին հաջողվում է ինչ-որ կերպ, ինչ-որ ձևի երջանկություն ձեռք բերել այս աշխարհում, ապա անմիջապես ինքը ձեռք է բերում նախանձների մի ամբողջ բանակ, որոնք, եթե պատկերավոր ասենք, գիշերը քնում են, երազում միայն տեսնում են դա, թե ինչպես խլեն այդ մարդու երջանկությունը։ Այսինքն միշտ նյութական աշխարհում եւ ընթացքում եւ արդյունքում երջանկությունը հարամողներ կան։ Եվ սա շատ բարդ է դարձնում նյութական աշխարհի հոգեբանությունը։ Բոլոր կրոնականությունները իրենք պնդում են, որ իրականում կենդանիակների հավերժ կացարանը դա հոգևոր աշխարհն է։ Բայց բացարձակապես կարելի է ասել ոչ մի կրոն չի ներկայացնում ընդհանրապես, թե հոգևոր աշխարհը ինքը ինչ հոգեբանություն ունի, այնտեղ ինչպիսի իրականություն է տիրում, ինչպիսի հարաբերություններ են տիրում եւ այլն եւ այլն։ Այսպես վերանցական մի քանի խոսք է ասվում, այնտեղ սեր է, այնտեղ չգիտեմ, ու վերջ։ Ու իրականում մարդը ինքը չի կարողանում վերջնական պատկերացում կազմել, թե այդ աշխարհը, որը կոչվում է հոգևոր աշխարհ, արժե արդյոք այնտեղ ձգտել, թե չէ։ Ձգտումը ոգևորություն է ստանում միայն մի գործոնով, երբ որ մեզ պնդում են, որ ուրեմն հոգևոր աշխարհում չկա տառապանք եւ այնտեղ բոլորը իրար սիրում են։ Ոչ մեկ չի կարողանում պատկերացնի, թե դա ընդհանրապես ինչի մասին է եւ ինչպես են անձնավորությունը ինքը կարողանում հասնել այդ արդյունքին։ Կան տարբեր կարծիքներ, թե ինչպես կազմակերպել հոգևոր կյանքը։ Արիացիները ունեն իրենց կարծիքը։ Պարզ է, որ եթե ես փորձում եմ ներկայացնել իրենց գաղափարախոսությունը, ուրեմն այսպես էլի կոնկրետ իմ համար ես այդտեղ գտել եմ ինձ հոգեհարազատ գաղափարներ։ Կիսվում եմ, որովհետև եթե այդ գաղափարախոսության մեջ իսկ այդ գաղափարախոսությունը ինքը ամբողջ մարդկության ամենախելացի մարդկանց կողմից ընդունված է որպես ամենակարգավորված գաղափարախոսություն, ուրեմն ցանկացած մարդ
ցանկացած ազգ լիքը բաներ ունի սովորելու այս գաղափարախոսության մեջ, եւ իհարկե միլիոնավոր, միլիարդավոր մարդիկ ուսումնասիրում են այս գաղափարախոսությունը եւ ասենք ամեն մեկը այդտեղից վերցնում է այն, ինչ որ իրան է հոգեհարազատ։ Ես ունեմ այդտեղից վերցրած ինձ համար հոգեհարազատ գաղափարներ, որոնք երբ ներկայացնում եմ օգտակար լինելու հույսով։ Եվ այսպես Մայտրեյան այս պահին ներկայացնում է Վիդուրային առաջագործության գործընթացը եւ հիմա ինքը խոսում է նրա մասին, որ կիսաստվածները դիմեցին Արարչին այդ խնդրով, որ իրենք այս պահին չեն կարողանում համագործակցել միմյանց հետ, որովհետեւ չեն կարողանում հասկանալ, թե ինչպիսին են Գերագույն Աստծո անձնավորության միտումները, այսինքն ինքը ինչպիսի տրամադրությամբ է արարում այս նյութական աշխարհը, ինչու համար է դա իրանց համար դժվար, որովհետև կիսաստվածները իրենք առաքինի կենդանի էակներ են։ Իրենք առաքինի կենդանի էակներ են եւ այդ առաքինության հետ միասին իրենք բան ունեն, էլի, խնդիր ունեն այստեղ, որպեսզի կարողանան հանդուրժեն, որտեղ այնպիսի ֆունկցիաներ պիտի կատարեն, որ իրենք պետք է հավասարաչափ հնարավորություններ տան եւ աստվածամերժերին եւ աստվածակենտրոններին։ Իրենք անձամբ աստվածակենտրոն կենդանի էակներ են եւ իրենց համար, այո, հոգեբանության տեսանկյունից դժվար է աջակցել աստվածամերժ կենդանի էակներին, հատկապես հաշվի առնելով, որ աստվածամերժ կենդանի էակների մեջ կան դաժան անձնավորություններ, որոնք իրենք դաժանություն են մտցնում այս աշխարհ։ Եվ իրենք տեսնում են, որ առաջագործությունը ինքը այնպիսի ճանապարհով է գնում, որ այդպիսի անձնավորություններն են մարմին ստանում եւ հնարավորություն ստանում իրականացնել այդ դաժանությունները եւ իրենք չեն հասկանում որ իրենց համար, եթե իրենցով լիներ, նյութական աշխարհում պիտի ապրեին միայն եսակենտրոն, բայց նաեւ աստվածակենտրոն կենդանի էակները, հասկանում եք, իսկ այստեղ ապրում են բոլոր տեսակի արատավոր կենդանի էակներ։ Եվ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը սկսեց բացատրել կիսաստվածներին ամեն ինչը, եւ մենք դες այդ մանրամասը հիմա դիտարկում ենք։ Այս պահին Մայտրեյան ինքը ինչ-որ մի թեմա կարծես թե փորձում է ավարտել։ Մեր այսօրվա տեքստերն են 3-րդ երգ, 6-րդ գլուխ, տեքստեր 35-ից։ Ով Վիդուրա, ով կարող է գնահատել կամ չափել Տիրոջ գերագույն անձնավորության ներքին էներգիայի կողմից ստեղծված տիեզերական կերպարանքի տրանսցենդենտալ ժամանակը, գործունեությունն ու հզորությունը։ Տիրոջ մաքուր խոսքով փառաբանելու համար քեզ եմ պատմում այն ամենը, ինչ լսել եմ իմ հոգևոր ուսուցչից եւ կարողացել եմ յուրացնել, չնայած որ անկարող եմ դա անել։ Հակառակ դեպքում խոսքի պարգևը, որով ես օժտված եմ, այդպես էլ կմնար պղծված։ Բարի գործեր կատարողի գործերի եւ մեծության մասին զրույցները մարդկության ամենաթանկ գանձն են։ Իրենց աշխատություններում մեծ իմաստունները այնքան կատարյալ են նկարագրել նրա գործերը, որ երբ մենք լսում ենք նրանց, մեր լսողությունը կատարում է իր իրական նպատակը։ Եվ այսպես ինչպես տեսնում ենք, մենք խոսեցինք դες այդ հոգևոր ուսուցիչների թեմայի մասին, որովհետև Մայտրեյան ինքը անպայման ներկայացրեց արիական քաղաքակրթության ամենակարևոր գործոններից մեկը, դա բրահմանների կաստան էր, այսինքն հոգևոր ուսուցիչների ուրեմն շերտը, հասարակական շերտը, որտեղ գործում էին այսպես հոգևոր գործիչները։ Մենք դες հետ խոսեցինք, որ իրականում եթե արիացիները իրենք բաժանում են հոգևոր ճանապարհը 4 փուլի, ապա ամեն այդ փուլը ունի իրենց հոգևոր ուսուցիչները եւ իրականում ոչ մի հոգևոր ուսուցիչ պետք է իրեն թույլ չտա, կոպիտ ասած, խցկվի այն տարածք, որը իրենը չի։ Եվ եթե դա անկեղծ հոգևոր ուսուցիչ է,
ինքը պարտադիր ունի այդպիսի որակավորում, որ ցանկացած ազնվորություն, ով գալիս է իր մոտ որպես ուսուցիչ, ինքը գնահատում է այդ ազնվորության մակարդակը, հասկանում է, թե իրականում այդ ազնվորությունը որ process-ի կարիքը ունի, ինչու համար, որովհետև մարդիկ իրենք շատ հաճախ հակում ունեն գերագնահատելու իրենց հնարավորությունները եւ հակում ունեն թերագնահատելու իրենց հնարավորությունները։ Եվ հոգևոր ուսուցիչը հենց այն ազնվորությունն է, որը ինքը այդ հարցի մեջ հենց ամենասկզբից պետք է մտցնի պարզություն։ Եվ եթե ինքը տեսնում է, որ գործ ունի կենդանի էակի հետ, որը համապատասխան չի այն փուլին, որի համար ինքը հոգևոր ուսուցիչ է, ինքը պետք է անկեղծորեն այդ ազնվորությանը ասի, որ գիտես դու այն process-ին չես դիմում, որը որ քեզ անհրաժեշտ է, դու պետք է գնաս այսինչ դաշտ ուսումնասիրես, այսինչ մակարդակի համար նախատեսված գիտելիքը, ուրեմն պիտի գտնես այդ գիտելիքին տիրապետող հոգևոր ուսուցիչներ։ Մյուս կողմից հոգևոր ուսուցիչը, երբ որ իր աշակերտը ավարտում է այդ փուլը, պետք է անպայման որակավորում ունենա, որպեսզի անցկացնի աշակերտին կամ թույլ տա, եթե ինքը կարող է, իսկ եթե չի կարող, ապա ուրեմն թույլ տա, որպեսզի աշակերտը շարունակի իր ճանապարհը, եւ հիմա այս պահին արդեն այդ հոգևոր ուսուցիչը պետք է հանգիստ իր աշակերտին ասի, որ այն ամենը, ինչ որ դու կարող ես ստանալ ինձանից, դու ստացար, այժմ քո ժամանակն է զբաղվել հաջորդ փուլով, եւ հիմա դու պետք է սովորես ուրիշ հոգևոր ուսուցչի մոտ, չէ՞։ Ուրեմն նրանք, ովքեր որ նյութական աշխարհը ուզում են կարգավորել իրենց նյութական կյանքը, հրաժարվածների հոգևոր ուսուցիչը իրավունք չունի այդպիսի մարդկանց վերցնել որպես իրենց աշակերտ։ Ինքը պետք է ուղարկի իրեն այդպիսի ազնվորություններին այն հոգևոր ուսուցիչների մոտ, որոնք իրենք շատ լավ տիրապետում են կենդանի էակին ատելության եւ կրքերի գոյավիճակից բարձրացնել համագործակցության եւ բարիության գոյավիճակ, որովհետեւ նյութական աշխարհում երջանիկ լինել կարելի է միայն առաքինության գոյավիճակի շնորհիվ, ուրիշ ոչ մի կերպ։ Բայց եթե ազնվորությունը ինքը շահագրգռված է հենց իմенно նյութական երջանկության մեջ, ապա հրաժարվածը իրավունք չունի նրան վերցնել որպես աշակերտ եւ տանել հրաժարման ճանապարհով, որովհետեւ վաղ թե ուշ այդպիսի ազնվորությունը ինքը մեծ դիսկոմֆորտի մեջ է մտնելու եւ ստացվելու է միայն, որ հոգևոր ուսուցիչը իր փառասիրության կամ ինչ որ մի նյութական շահից ելնելով, վատնել է ամենաթանկ բանը, որը ունի կենդանի էակի ժամանակը։ Եվ այո, իհարկե, այդ հոգևոր ուսուցիչների այդպիսի քայլերից շատ ու շատ կենդանի էակներ շատ ու շատ մեծ կորուստներ են ունենում։ Եվ սա կոպիտ ասած խաղոպար չէ։ Հիմա եւ ուրեմն եւ կա հակառակ ուրեմն դիրքը, երբ որ օրինակ արդեն եթե կենդանի էակը ինքը այնպիսի ազնվորություն է, որ ինքը գալիս է եւ ցույց է տալիս նյութական աշխարհից հոգնած ազնվորության սիմպտոմներ, չէ՞, եւ որը պատրաստ է, ասենք, փիլիսոփայել, հրաժարվածի կյանքով ապրել եւ այլն, չէ՞, այդպիսի ազնվորությանը չի կարելի տանել եւ մտցնել այնտեղ, որ դու պիտի պայքարես նյութական երջանկության համար, որովհետեւ նյութական երջանկությունը իրան այլևս չի հետաքրքրում։ Եվ այդ ժամանակ, եթե հանկարծ այդպիսի ազնվորությունը ինքը գալիս է այն հոգևոր ուսուցչի մոտ, որը կարողանում է կենդանի էակին հաստատել առաքինության գոյավիճակի մեջ եւ դրա հաշվին տալ նյութական երջանկություն, ապա այդ ուսուցիչը ինքը պետք է ասի, գիտես, որ դու արդեն այս փուլի համար նախատեսված չես։ Դու նախատեսված ես, որպեսզի զբաղվես փիլիսոփայությամբ, գնա եւ գտի հրաժարված ուսուցիչներ, որոնք քեզ կօգնեն, որպեսզի դու ընդհանրապես արժեզրկես նյութական երջանկությունը։
Հասկանում եք։ Եվ հակառակը, եթե հանկարծ արդեն հրաժարված հոգևոր ուսուցիչը ինքը հանդիպում է այնպիսի աշակերտի, որը արդեն ցույց է տալիս հրաժարվածության շատ բարձր մակարդակ, հա, ապա այդ դեպքում ուրեմն անձնակենթանիատը, հոգևոր ուսուցիչը ինքը պետք է հասկանա, որ այդ անձնավորությունը ինքը արդեն ոչ մի կապվածություն չունի նյութական աշխարհի հանդեպ եւ իր հրաժարվածի հետ խոսել, որ անհրաժեշտ է լինել հրաժարված, դա բացարձակ անիմաստ գործողություններ են։ Եվ այդպիսի ուսուցիչը ինքը պետք է գիտակցի, որ հաջորդ փուլը դա այն է, ինչ որ մենք մեր ժամանակներում կոչում ենք յոգա, թեկուզ իրականում բոլոր փուլերն են կոչվում յոգա, չէ՞, դա կարմա յոգա է, գյանա յոգա, թիանա յոգա, բhakti յոգա, բոլոր փուլերը կոչվում են յոգա, այսինքն Աստծո հետ կապ։ Պրոստը ամեն մի փուլը ինքը Աստծո հետ է կապում որոշակի բան։ Կարմա յոգան Աստծո հետ է կապում գործողությունները բարոյականության օրենքներով, Գյանա յոգան Աստծո հետ է կապում արժեքային հապակարգը իմաստություն ձեռք բերելու շնորհիվ, ուրեմն այն ինչ որ մենք կոչում ենք յոգա, բայց իրականում դա դհյանա յոգան է, նա Աստծո հետ է կապում կենթանիակի կենտրոնացումը եւ բhakti յոգան Աստծո հետ է կապում կենթանիակի սիրելու ունակությունը, չէ՞, այսպես հերթական գործողությունները, բանականությունը, միտքը եւ եսը, իրական եսը։ Հասկանում եք, չէ՞, բոլորն են յոգա, բայց ասենք այդպիսի հրաժարվածը, երբ որ ինքը տեսնում է, որ իր մոտ է եկել մի անձնավորություն, որը ինքը արդեն հրաժարվածության մեջ հաստատված է եւ շատ լավ գիտակցում է նյութական աշխարհի բոլոր թերությունները, այդպիսի անձնավորությունը ինքը այլևս իմաստություն զարգացնելու իմաստ չունի, այսինքն նա, ով որ ընդհանուր առմամբ հասկացել է նյութական աշխարհի անիմաստությունը, չէ, իրան իմաստ չունի ասել, հիմա տես, այս սա էլ է անիմաստ, տես, այս սա էլ է անիմաստ, տես, այս սա էլ է անիմաստ, ինքը արդեն ընդհանուր առմամբ հասկացել է, որ այ ամեն ինչ որ էստեղ է, սա անիմաստ է, եւ դա արդեն նշանակում է, որ դա անձնավորություն է, որը պետք է խորանա իր մեջ, այսինքն ինքը դադարելու է արդեն բանը, քննարկումը արտաքին աշխարհի, այսինքն նյութական աշխարհի եւ պիտի խորասուզվի իր մեջ։ Այսինքն սա այն անձնավորությունն է, որը պետք է հայտնվի այն ուսուցչի մոտ, որը կարողանում է կենթանիակին հաստատել մեդիտացիայի մեջ։ Ես շատ եմ խոսում նրա մասին եւ խոսելու եմ միշտ, ուզում են ինձանից տեղանան, ինչ ուզում են անեն, հա, ես խոսելու եմ նրա մասին, որ կլասիկայում այն ինչ որ մենք այսօր ենք կոչվում մեդիտացիա, դա ուղղակի լուրջ չի, եթե ես նուրբ ասեմ։ Եվ ուրեմն այդ հոգևոր ուսուցիչները, որոնք իրենք որակավորում ունեն իրոք կենթանիակին ռեալ մեդիտացիայի մեջ մտցնել, չէ, իրենք արդեն բաժանվում են այդ փուլի երկու տեսակի ուսուցիչներ կան։ Առաջինը դա նրանք են, ովքեր որ այսպես համբերատար կենթանիակի մարմինն են մարզում, որպեսզի ինքը կարողանա երկար անշարժ նստի լոտոսի պոզայի մեջ։ Երկրորդ ուսուցիչը արդեն, երբ որ անձնավորությունը ինքը ձեռք է բերում այդ խաթխա յոգայի մեջ կատարելություն, չէ, կարողանում է շատ, երբ որ մենք ասում ենք երկար, խոսքը մի ժամվա, 2 ժամվա, նույնիսկ մի օրվա մասին չի, խոսքը օրեր, ամիսներ, տարիներ շարունակ, արիացիները իրենք տարիներ շարունակ մտնում էին մեդիտացիայի մեջ եւ դուրս չէին գալիս այդ վիճակից, չէ, եւ արդեն երկրորդ փուլում նա որ կարողանում է այդքան երկար նստել, գալիս է այն հոգևոր ուսուցիչը, որը սովորեցնում է մեդիտացիա անել։ Եվ ուրեմն կամ այդ երկու process-ները արվում են զուգահեռ։ Հիմա սիրելիներս, չէ, եւ երբ որ անձնավորությունը ինքը այդ փուլը ավարտում է, ինքը այդտեղ հանդիպում է գերհոգու։ Հիմա այն անձնավորությունը, որը արդեն հանդիպել է գերհոգուն, իրան ասել, գիտես, հիմա արի քեզ սովորացնենք մեդիտացիա անել, դա անիմաստ գործ է։ Եվ այն ազնվորությունը, որը արդեն կապ ունի գերհոգու հետ, այսինքն, որը հասկանում է եւ նյութական, հատկապես նյութական աշխարհի արդարությունը։ Հասկանում եք,
Տեսեք, իմաստունը ինքը հասկանում է նյութական աշխարհի թերությունները։ Ինքը կարող է լիարժեք չգիտակցել դրա արդարությունը, բայց երբ որ կենդանիակը ինքը կապ է հաստատում գերհոգու հետ, այդ կոնտակտը կենդանիակին տալիս է բացարձակ հասկացողություն, որ նյութական աշխարհում ամեն ինչ տեղի է ունենում արդար։ Հասկանում եք, այսինքն նյութական աշխարհում կա երկու գործոն՝ կենդանիակների ազատ ընտրությունը եւ այդ ազատ ընտրության համապատասխան Աստծո պատասխանը։ Եվ այդ Աստծո պատասխանը ինքը միշտ արդարության դաշտում է։ Եվ ուրեմն այդպիսի ազնվորությունը ինքը համել զուգահեռ շփվում է Գերագույն Աստծո ազնվորության հմայքի հետ։ Չէ՞։ Եվ տեսեք, այստեղ ինքը արդեն ռեալ շփվում է Աստծո հմայքի հետ։ Եվ այդ իր հմայքը ինչ որ զգացմունքներ է առաջացնում, բայց յոգը ինքը չգիտի ինչ կարող է, ինչպիսի զգացմունքներ կարող է իրան թույլ տալ Աստծո հանդեպ, որտեղ ինքը գիտակցում է Աստծո հզորությունը, բայց եւ փաստացի տեսնում է նրա հմայքը։ Հասկանում եք։ Եվ այստեղ գալիս է Բhakti յոգայի ուսուցչի ժամանակը։ Եթե մենք կլասիկայով ենք նայում, իսկ հիմա դեռ որ կլասիկան է քննարկվում։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն այդտեղ յոգայի ուսուցիչը պիտի ասի, գիտես ինչ կներես, դու արդեն մեդիտացիայի մեջ կատարելության ես հասել, ես քեզ ոչ մի բան այլևս չունեմ տալու, գնա Բhakti յոգայի ուսուցչի մոտ, որը քեզ կսովորեցնի, թե դու ինչպիսի, ոչ թե քսո այլ կվերականգնի քո հարաբերությունները Գերագույն Աստծո անձնավորության հետ։ Մեր ժամանակներում այս 4 ճյուղերը բաժանել են եւ ներկայացնում են որպես առանձին ճյուղեր, որոնցից ամեն մեկը իրարից անկախ կարող են հասցնել միջև կատարելություն։ Դա իրականում ճշմարտությանը չի համապատասխանում։ Հիմա եւ ուրեմն մենք տեսանք, խոսեցինք հոգեվոր ուսուցիչների մասին, մի թեթև ներկայացրեցինք, թե այդտեղ ինչպիսի խնդիրներ են առաջանում մեր ժամանակներում, որովհետև աստվածամեժության դարաշրջանում ես այստեղ անպայման պիտի շեշտեմ, ինչպես եւ կյանքի բացարձակապես բոլոր ոլորտներում, որովհետև այսպես ինչ որ աթեիստները հարձակվում են հոգեվորականների վրա, որ ինչ որ հոգեվորականների մեջ սա այսպիսի, էսպես է, ոնց որ թե իրանք դրախտ են ստեղծել, հոգեվորականներն էլ ինչ որ ոտքից գլուխ միայն թերություններ են։ Իհարկե դա այդպես չի։ Այն բոլոր թերությունները, որոնք իրենք բնորոշ են աստվածամեժության դարաշրջանին, հա, իրանք ներկա են կյանքի բոլոր ոլորտներում։ Եվ անձնական հարաբերությունների մեջ, եւ հասարակական հարաբերությունների մեջ, եւ տնտեսության մեջ, եւ այդպիսի ոլորտ չկա, եւ գիտականների մեջ, եւ հոգեվորականների մեջ ամեն տեղ կան ազնիվները եւ կան սրիկանները։ Հատկապես երբ որ գործում է, այսինքն աստվածամեժության դարաշրջանում գործում է ընդամենը երկու սիստեմա, չէ՞, կամ բռնակալություն, որտեղ ոչ մի, եթե նույնիսկ դու տիեզերական առաքինություն ունենաս, բայց ստրուկ ես, քեզ ոչ մեկ թույլ չի տա, որ դու ինչ-որ հասարակական դիրք գրավես կամ ինչ-որ հասարակությունը տանես առաքինության ճանապարհով, չէ, որովհետև հասարակությունը ինքը հենված է բռնության վրա, կամ արդեն ազատությունը, որտեղ հիմա էլ ուրիշ երևույթ է ստացվում, որ ամեն մի արատավոր ազնվորություն ինքը կարող է գալ եւ կանգնել որպես ղեկավար։ Երկու դեպքում էլ մենք վերևներում ստանում ենք արատավոր ազնվորությունների, որոնք իրենք դժբախտություն են բերում սովորական մարդկանց։ Մի քիչ կամ շատ ավելի շատ։ Հասկանում եք։ Եվ ուրեմն այս իմաստով մենք այո, իհարկե շեշտում ենք, որ իհարկե կան, ինչպես եւ կյանքի բոլոր ոլորտներում, այստեղ էլ կան կեղծ հոգեվոր ուսուցիչներ, իրական հոգեվոր ուսուցիչներ, կեղծ հրաժարվածներ, իրական հրաժարվածներ, կեղծ յոգեր, իրական յոգեր եւ այլն, չէ՞։
Այդ ամեն ինչը արկա է, այնպես ինչպես եւ ես նորից եմ շեշտում կյանքի բոլոր ոլորտներում։ Ոնց որ գիտեք, դա նման է նրան, որ երբ որ մսակերները, որտեղ իրանք շատ ավելի շատ են, քան մուսակերները, երբ որ իրանք իմանում են, որ դու միս չես ուտում, այսպես խղճահար նայում են քեզ, եւ հետո սկսում են քեզ բաներ ասել, որ բա առողջության համար միսը լավ է, բան, եւ ես իրանց միշտ մի հատ հարցով մի հատ նախադասությամբ եմ պատասխանում։ Ես ասում եմ, վայ, իսկ ես չգիտեի, որ աշխարհի բոլոր հիվանդանոցներում միայն բուսակերներ են պառկած։ Հասկանում եք։ Այսինքն ինչ-որ բաներ կա, չէ, որ մենք ինչ-որ մի հատ այդպես բան ենք այնպես ենք ներկայացնում, ոնց որ մենք այդ ճշմարտության մեջ հաստատված ենք, եւ այն ինչ-որ մենք ասում ենք, այ մսակերությունը ինքը առողջություն է տալիս, եւ հիվանդանոցները լիքը չեն, հենց ստամոքսաղիկային համակարգով հիվանդ մարդկանցով, որոնք իրենք չարաշահում են հենց առաջերտին մսակերությունը։ Հասկանում եք, այ դա նույն բանն է։ Այստեղ պետք է ազնիվ լինել, էլի, որ ամեն տեղ էլ այդ ամեն ինչը կա, եւ շատ հաճախ այն ազնվորություններն են հոգեվոր դաշտը մեղադրում, որոնք հենց իրենք հասարակական դաշտում ամենասրիկա ազնվորություններն են։ Սա այստեղ ոչ մի արդարություն չկա այդ մոտեցման մեջ։ Եվ այնտեղ, եւ այստեղ աստվածամերժության դարաշրջանում, այսպես ասենք, էլի, ինչ ասես կա։ Եվ ուրեմն խնդիր կա, չէ՞, խնդիր կա հոգեվոր դաշտում, այդ խնդիրը կա եւ մենք քննարկում ենք, ոչ մի հարցի շուրջ աչքեր չենք փակում, ես հույսով եմ, որ դուք դա նկատում եք, որ ես չեմ խուսափում ոչ մի թեմայից։ Իհարկե այդ խնդիրը կա։ Եվ իհարկե այդ խնդիրը ինքը կարևոր է, որովհետեւ այստեղ խոսքը գնում է հոգու փրկության մասին։ Եվ շատ կարևոր է դու ում ձեռքը ընկար։ Ես իմ սեփական կարծիքն եմ այդտեղ հայտնում, որովհետև ոչ միտեղ չեմ գտել այդ դեղամիջոցը, թե ինչպես պաշտպանվել հոգևոր կեղծարարներից։ Մենք մի թեթև խոսեցինք, որ արիացիները իրենք այդքան էլ լուրջ չեն վերաբերվում այդ կեղծարարների թեմային, որտեղ իրականում կեղծարարները իրանք միևնույն դեպս ստիպված են լինում խոսել Աստծուց, ստիպված են լինում ուսումնասիրել սուրբ գրվածքներ, կրկնել ավետարան, Ղորան, Բhagavad Gita եւ այլն եւ այլն։ Չէ՞, ասեն իրենք միևնույնն է ստիպված են լինում էփվել այդ գիտելիքի մեջ եւ այդ գիտելիք, հոգեվոր գիտելիքը ինքը միևնույն է հետ առաջ իր ազդեցությունն է թողնում ազնվորության վրա։ Եվ ինքը կարող է դառնալ իրական հոգեվոր մարդ։ Եվ տեսեք, ասենք, չէ, ես իմ համար գտել եմ միայն այդ պատասխանը, որ հաշվի առնելով գերագույնը, որ գերագույնը ինքը անձնավորություն է, հասկանում եք, այստեղ մենք կարող ենք ունենալ ընդհանրապես, որ ինքը անձնավորություն է եւ որ ինքը ղեկավարում է ամեն ինչը, որ ինքը ամեն ինչի վկան է, չէ։ Ես եկել եմ այն եզրակացության, որ այստեղ միակ գործոնը, որ մեզ կարող է փրկել, դա ներքին ազնվությունն է։ Եթե մենք հոգևոր դաշտ ենք գալիս, ռեալ հոգևոր աճ ապրելու համար, մենք ընկնում ենք, գիտեք ոնց ասեմ, էլի այնպիսի փառահեղ հոգևոր ուսուցիչների ձեռքը, որ մինչև մեր կյանքի վերջ չենք կարող ազատվել այդ զգացումից, թե ինչպիսի բախտավոր անձնավորություն ենք, որ այդպիսի անձնավորությունների ենք ճանաչել։ Եվ ուրեմն, սիրելիներս, հիմա մենք տեսանք, որ այստեղ այս տեքստում Մայթրեյան ինքը խոսեց արդեն իր մասին որպես աշակերտի։ Այսինքն ինքը հիմա նստած է եւ ինքը այս պահին Վիդուրայի հոգեվոր ուսուցիչն է, որը փոխանցում է իրեն գիտելիք։ Եվ ինքը շատ խոնարհ ազնվորություն է, ինչպես դա պետք է որ բնորոշ լինի ամեն մի հոգեվոր մարդու։ Հասկանում եք, ամեն հոգեվոր իրական հոգեվոր մարդ ինքը ունի իրական հոգեվոր ուսուցիչ։ Եվ այդ իրական հոգեվոր ուսուցիչին ինքը պարտական է իր բոլոր իրականացումներով, եւ իր գիտելիքով, եւ իր առաջընթացով, եւ իր մաքրության աստիճանով, ամեն ինչով կենդանիակը ինքը ուրեմն պարտական է լինում վերջնականում կամ առաջի հերթին, չգիտեմ ինչպես ասեմ, որ կարևորությունը շեշտեմ իր հոգևոր ուսուցչին։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ Մայթրեյան ինքը ինչ ասեց։ Տեքստը ինքը շատ գեղեցիկ տեքստ էր, չէ՞։ Ինքը ասեց. ով կարող է գնահատել կամ չափել
Տիրոջ գերագույն ազնվորության ներքին էներգիայի կողմից ստեղծված տիեզերական կերպարանքի տրանսցենդենտալ ժամանակը, գործունեությունն ու հզորությունը։ Չէ՞։ Եվ ինքը ինչ ասեց, այսինքն այստեղ հիմա հնչում է գաղափար, որ իրականում ինչ էլ մենք խոսանք նյութական աշխարհի մասին, չէ՞, այդ գիտելիքը ինքը չի կարող լինել ավարտված։ Հա, այսինքն ժամանակի ամեն մի պարագայում, զարգացվածության ամեն մի մակարդակում մենք տիեզերքը ինչ-որ մի չափով ճանաչելու ենք։ Եթե նույնիսկ դա հենց անմիջապես Աստծո կողմից է տրված այդ գիտելիքը, չէ՞։ Հիմա եւ այստեղ քննարկվեց, որ տևարյացիները իրենք մի շատ հետաքրքիր պնդում ունեն, իրենք ասում են, ինչպես կարող է կենդանիակը մինչև վերջ ճանաչել Աստծուն, եթե նույնիսկ ինքը գերագույնը իր հնարավորությունները մինչև վերջ չի ճանաչում։ Հասկանում եք, այսինքն իրենք պնդում են, որ գերագույն Աստծո ազնվորության բնությունը ինքը էպիսինն է, որ իր հնարավորությունները մշտական աճում են, եւ ինքը, հենց ինքը չի տեսնում իր սահմանները, որտեղ ինքը անսահման է։ Հասկանում եք, եւ տրամաբանությամբ սա իհարկե հնարավոր չի ընկալել։ Թեկուզ նույն տրամաբանությամբ մենք հասկանում ենք, որ Աստված չի կարող ունենալ ավարտ։ Հենց որ իր էներգիաները որտեղ ավարտվեցին, դա կնշանակի, որ ինքը ինչ-որ մի բանի մեջ է, որը իրանից ավելի մեծ է կամ իրանից ավելի հզոր։ Հիմա, սիրելիներս, չէ՞, եւ ասեք տեսեք, այս տեսանկյունից գաղափարը մի հատ է, որ կարևոր է, որ այնքան ինչքան որ դու գիտես, այդքանը լինի ճիշտ։ Չէ՞, հիշում եք, մենք ձեզ հետ խոսել ենք այդ թեմայով, որ սուրբ գրվածքները իրանք լինում են մի քանի տեսակի։ Նրանք լինում են մարդու կողմից հորինված։ Մարդու կողմից հորինված սուրբ գրվածքը, չէ՞, ես միշտ ասում եմ, առաջի հերթին իր մեջ միշտ պարունակում է շովինիզմ։ Հիմա, այդ շովինիզմի հետ կապված, չէ, ինքը համեն անպայման պարունակում է ոչ կատարյալ նկարագիր։ Այսինքն, որի մեջ տրամաբանության թելը, ճիշտ հասկացողության թելը, ճիշտ գաղափարի թելը անպայման կտրվում է։ Կտրվում է, հետո մի տեղից կարող է նորից վերականգնել, հետո նորից կտրվել, այսինքն կենդանիակը ինքը մոլորության մեջ գտնվող անձնավորություն է։ Եթե մենք վերցնում ենք, որ սկզբնականում կենդանիակը ինքը մաքուր հոգի է, չէ՞, ուրեմն այդ մաքուր հոգին, երբ որ ինքը գալիս է նյութական աշխարհ, ինքը խորասուզվում է իլյուզիայի աշխարհի մեջ։ Եվ սա ինչ է նշանակում, որ ի սկզբանե ինքը մոլորության մեջ է, այսինքն ինչ ուզում է ինքը հասկանա, հա, ինքը ընդամենը հասկանում է, թե ինչպես է գործում մոլորությունը, ուրիշ ոչ մի բան։ Ճշմարտություն ինքը այդպես էլ չի հասկանում։ Հասկանում եք։ Եվ հիմա Մայտրեյան ինքը խոսում է նրա մասին, որ ճշմարտություն, հա, եւ կամ սուրբ գրվածքներ կներեք, որոնք իրենք տրված են, շատ կարևոր է, ոչ թե Աստծո կողմից, այլ նրա ծառաների, կամ, չգիտեմ, որդիների, այն նվիրալների, այսպես ասենք, որոնք տրված են այն մաքուր նվիրալների կողմից, որոնք գալիս են որոշակի ժամանակ, որոշակի տեղ, որոշակի պայմաններում եւ հաշվի առնելով ժամանակը, տեղը, պայմանները ներկայացնում են գիտելիքը այնքան, ինչքան որ այդ գիտելիքի այն մասը, որ պետք է անհրաժեշտ է այդ պահին, այդ վայրում կենդանիակների հոգևոր զարգացման աճը ապահովելու համար։ Այդ ժամանակ գիտելիքը լինում է այնքան ինչքան որ տրվել է, դա ճիշտ է, բայց տրվել է ոչ բոլորը։ Մենք շատ պարզ թեմա ենք քննարկում, ասում ենք, որ մենք կարող ենք համարել, որ գիտելիքը ինքը տրված է, այսպես բազմակողմանի, չէ, լիարժեք, եթե հոգևոր, եթե սուրբ գրվածքը իր մեջ պարունակում է նյութական աշխարհի, ֆիզիկական եւ հոգեբանական կառուցվածքի գիտելիքը, հոգևոր աշխարհի, ֆիզիկական եւ հոգեբանական կառուցվածքի գիտելիքը, հոգու մասին գիտելիքը եւ Աստծո մասին գիտելիքը։
Հասկանում եք, եւ երբ որ խոսացվում է արդեն Աստծո եւ հոգիների մասին, անպայման պիտի պարունակի գիտելիք, այ հարաբերությունները, եթե կարելի է այդպես ասել, Աստծո եւ կենդանիակների հարաբերությունները նյութական աշխարհի հետ եւ հոգեվոր աշխարհի հետ։ Եվ այն սուրբ գրվածքը, որը ինքը իր մեջ քննարկում է այս 6 թեմաները, այդ սուրբ գրվածքը ինքը կատարյալ է։ Հիմա տեսեք, սուրբ գրվածքը ինքը կարող է լինել այնպիսին, որ քննարկում է միայն նյութական աշխարհը։ Ասում է, որ նյութական աշխարհը արարել է Աստված, բայց քննարկում է միայն նյութական աշխարհը։ Օրինակ, պահիր բարոյականության օրենքները կհայտնվես դրախտում։ Այս ամեն ինչը նյութական աշխարհի մեջ է։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն, այն ինչ որ ներկայացված է, ինքը ճշմարտություն է, բայց լիարժեք չի։ Հիմա, կախված նրանից, թե մենք ինչ հոգևոր ուսուցչի ենք հանդիպել, չէ՞, կամ ինչ սուրբ գրվածքի ենք հանդիպել, մենք կարողանում ենք ստանալ այսպիսի բան, կամ լինել խաբված մարդու կողմից, որը ներկայացնում է իր գրածը որպես սուրբ գրվածք, կամ սահմանափակ գիտելիք ստանալ, եւ այստեղ եթե ինքը սահմանափակ է, դա արդեն նշանակում է, որ ինքը նախատեսված է որոշակի մարդկանց համար։ Եվ կան մարդիկ, որոնց հետաքրքրությունները այդ սուրբ գրվածքից դուրս են, եւ իրենք ստիպված ուրիշ տեղ են ման գալիս իրենց կարիքների, ուրեմն պատասխանը, չէ՞։ Եվ երբ որ մենք ունենք գործ այդ կատարյալ սուրբ գրվածքի, այդտեղ այդպիսի կենդանիակ չկա, որը ինքը այդ սուրբ գրվածքի մեջ իր բավարարվածությունը չստանա։ Հասկանում եք։ Եվ դրա համար տեսեք, ես քննարկում եմ, չէ՞, ես ասում եմ, այ արիացիների սուրբ գրվածքները մի հատ չի։ Մի հատը մենակ Բhagavad Gita-ն է, որը փիլիսոփայական հիմքն է։ Դրանից հետո կարմա յոգայի համար նախատեսված են 4 վեդաները, սա սուրբ գրվածքներ են։ Գյանը յոգայի համար նախատեսված են ուպանիշադները, սա նույնպես սուրբ գրվածքներ են։ Դհյանա յոգայի համար նախատեսված են պուրանաները եւ սուտրաները, սա իրենց համար նախատեսված սուրբ գրվածքներ են, եւ բhakti յոգայի համար նախատեսված է Բhagavatam-ը։ Հա, եւ տեսեք, ինչ ստացանք, որ այդպիսի հետաքրքրության դաշտ չկա, որ այդ հետաքրքրության համար չլինի իրան համապատասխան սուրբ գրվածքը։ Ինչպես հասնել նյութականը երջանկության, ինչպես ազատագրվել, ինչպես հանդիպել Աստծուն, ինչպես Աստծու հետ հարաբերություններ կառուցել։ Всё, բրծավ, կամ հոգևոր հարաբերություններ կառուցել, այսպես ասենք։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն այ կան գրվածքներ, որոնք իրենք այսպես հատ-հատ չպիտի նայենք, էլ իրանք այս ամբողջը դա իրականում մի հատ սուրբ գրվածք է, որտեղ ինչ կարդացինք մենք Բhagavatam-ում, ասվեց, որ Վյասադևան, որպեսզի դա հասկանալի լինի աստվածամերժության դարաշրջանի մարդկանց համար, արիացիների գիտելիքը բաժանեց մասերի։ Հասկանում եք, իսկ աստվածամերժերը իրանք այդ մասերը վերցրեցին եւ ոչ թե օգտագործեցին որպես փուլերի համար նախատեսված գրվածքներ, այլ ասեցին, այս ամեն մեկը ինքը իրանով բանի հասցնող է։ Հասկացաք, եւ ինչպես իրանք դա արել են ամենտեղ, այստեղ էլ մասնատեցին։ Հա, հիմա բանը Մայտրեյան ինքը խոսեց առաջին գաղափարն առաջ քաշեց, որ գերագույն Աստծո ազնվորությունը, ինչպես եւ իր տիեզերական ձևը, այսինքն նյութական աշխարհը, իրանք անսահման են։ Եվ եթե մենք արդեն խորանանք եւ սկսենք ամեն ինչի մասին, ինչ որ կա այս աշխարհում խոսալ, այդ խոսակցությունը վերջ չի ունենալու։ Եվ դա բան է, նման է միկրոանալիզին։ Ես միշտ բերում եմ սեղանի օրինակը։ Մարդը ինքը կարող է միլիարդավոր կյանքեր ծախսի, եթե ինքը ուսումնասիրում է սեղանը ամեն մի ատոմով։ Այ հիմա այս ատոմը, հետո այն ատոմը, հետո եթե ինքը մեջը ուսումնասիրում է ատոմները։
Դա կարող է հավերժության մեջ ընդհանրապես երբեք իրան չբերել այն հասկացողության, որ սա ուղղակի սեղան է, որը կարելի է օգտագործել այսպես, հասկանում եք, այսինքն կան ինչ-որ մանրուքներ, որը կարելի է հասկանալ, որ սա փայտ է, փայտը ինքը, ասենք, ինչ որակներ ունի, որ իրականում, ասենք, այս իրը ինքը այնպիսի նյութից է պատրաստված, որ իրան կարելի է ջարդել, կարելի է այրել, այսինքն իրան կարելի է ոչնչացնել, որպեսզի մենք իր բնութագրերը իմանանք, չէ՞, բայց երբ որ մենք իր գլխավոր բնութագրերը իմանում ենք, խորասուզվել նրա մեջ, թե այս սեղանը քանի ատոմից է բաղկացած, համաձայնվեք, որ բացարձակապես անիմաստ գործողություններ են։ Եվ դրա համար արիացիները իրանք միշտ այդ սահմանն են ցույց տալիս, որ ցանկացած թեմա, որի մեջ դուք խորանում եք, ինքը անսահման է։ Եվ այդ անսահմանության մեջ խորասուզվելը կարող է խանգարի, որպեսզի դուք վերջնականում հասկանաք, թե դա ինչի համար է։ Այսինքն, երբ որ մենք գնում ենք նրա հետևից, որ հասկանանք, թե ինչպես, մենք կարող ենք այդ ճանապարհին կորցնել հնարավորությունը հասկանալ, թե ինչի համար, որը իրականում կենդանիակի համար շատ ավելի կարևոր է, հա? Իսկ այդ ինչի համարը ինքը ընկալվում է միշտ մակրոանալիզով։ Այսինքն, երբ որ ես կարողացա, եթե այն մի սանտիմետր ուսումնասիրեցի, տեսա, որ սա այրվում է, այդքան էլ ամուր չի, իրան կարելի է ջարդել, այսինքն միացումները ատոմների միջև կամ մոլեկուլաների միջև այդքան էլ ամուր չեն, ձգողականություն ուժը թույլ է, կարելի է վնասել եւ այլն, հիմա եւ այդքանը որ հասկացա, դուրս եկա, բա սա ինչ է, սա սեղան է, ինչի համար կարող եմ օգտագործել։ Այսինքն կա ինչ-որ մի հատ սահման, այս շատ մարդիկ կան, չէ, եւ արիացիներ իրանք այդտեղ մի հատ շատ գեղեցիկ եւ դիպուկ օրինակ են բերում, էլի, ասում են, երբ որ դու մտնում ես այդ ամեն մի ատոմը ուսումնասիրելու process-ի մեջ, դու նման ես մի մարդու, որը մշտական ծամում է արդեն ծամածը։ Հասկանում եք։ Ու ոչ մի կերպ չի ուզում կուլ տա ու վրպրծնի գնա, էլի, որ օգուտը ստանա կամ չստանա, հասկանում եք։ Ուրեմն սրա մասին է խոսքը, ինչ-որ Մայտրեյան ասեց, չէ։ Հիմա երկրորդը ինքը խոսեց նրա մասին, այսինքն առաջինը ինքը խոսեց Աստծո հնարավորությունների անսահմանության մասին։ Երկրորդը ինքը խոսեց իր հոգևոր ուսուցչի հնարավորությունների մասին։ Հա։ Եվ ինչ ասեց ինքը։ Ինքը ասեց այն, որ ինչ որ ինքը գիտի եւ ինչ որ հիմա կարող է վիդուրային թվալ, որ դա արժեքավոր գիտելիք է, այդ ամենը, այդ ամբողջ գիտելիքը ինքը պատրաստի վիճակում ստացել է իր հոգևոր ուսուցչից։ Հասկանում եք, չէ՞։ Եվ տեսեք, ուրեմն այդ եւ այստեղ այդ թեման է գալիս, չէ՞։ Հիմա հաջորդ թեման։ Ինքը խոսում է նրա մասին, որ եթե քեզ թվում է, որ ես հիմա շատ բարդ բաներից եմ խոսում, կամ շատ կարևոր, կամ ինչ-որ նրբություններ եմ հասկանում, ես այդ ամեն ինչով պարտական եմ իմ հոգևոր ուսուցչին։ Հիմա ինքը խոսում է հաջորդ թեմայով։ Այդ հաջորդ թեման ինքը կայանում է նրանում, որ ուրեմն կներեք, ինքը ուղղակի տարիքով փոքրիկ է, միշտ այսպես պաշտպանության կարիք է զգում, չեմ ուզում նեղացնել։ Ուրեմն այդ հաջորդ թեման ինքը ինչու՞մ է կայանում։ Հաջորդ թեման ինքը կայանում է նրանում, որ հիմա Վիդուրան ինքը խոսում է նրա մասին, որ ես ներկայացնում եմ այն գիտելիքը, որը ստացել եմ իմ հոգևոր ուսուցչից, բայց ներկայացնում եմ այն չափով, ինչ չափով, որ ի վիճակի եմ եղել այդ գիտելիքը կիրառել։ Հասկանում եք։ Հիմա տեսեք այստեղ կիրառման թեմայով, չէ՞, կա երկու թեմա։ Հոգևոր ուսուցիչը ինձ համար այդպես էլ մնաց օվկիանոս, որի մեջով ես մի ափից մյուս ափ չկարողացա հասնեմ, եւ այո, իհարկե, ինչ որ մի չափով իր գիտելիքը վերցրեցի, բայց ոչ ավել։ Հա։ Եվ
Հոգևոր ուսուցիչը ինքը կարող է ունենալ աշակերտ, որը ինքը շարունակում է գործը, ով է շարունակում գործը։ Դա այն աշակերտներն են, որոնք իրենք հոգևոր ուսուցչի կողմից ներկայացված գիտելիքը ընկալում են լիակատար։ Եվ այն, ինչ որ հոգևոր ուսուցիչը բաց է թողել, իրենք շարունակում են։ Ես կարող եմ բերել օրինակներ։ Օրինակ, հանրահայտ Շրիլա Պրաբհուպադը, այսպես կոչված քրիստոնյաների հասարակության հիմնադիրը, չէ՞, մահից առաջ ինքը իր աշակերտներին ասեց. ես չեմ ներկայացրել իրական կրոնական դաշտի հասարակական կառուցվածքը։ Արեք դա։ Հասկանում եք։ Երկրորդը դա Բաքտիվինոդ Թաքուրն է, իմ հոգևոր ուսուցիչը։ Երբ որ ինքը ներկայացրեց, այսինքն ինքը ասեց. ես այդքան կյանքի տևողություն չունեմ, որ կարողանամ, այսպես էլի, Բhagavad-ամը առաջի հատորից մինչև առաջի երգից մինչև վերջի երգը մեկնաբանեմ, ինքը տվեց բանալիները, թե որպեսզի նվիրալները իրենք հոգևոր մարդիկ իրենք հասկանան, որ Բhagavad-ամը ինքը ունի իմաստի շերտ, եւ այդ իմաստի շերտի մեջ կարելի է մտնել։ Ինքը ներկայացրեց միայն 10-րդ երգի բանալիները։ Եվ այդ գրքում, որը ինքը այդ թեմայով գրել է, ինքը գրեց. եւ իմ պրպտուն աշակերտը կբացի այս թեման մինչև վերջ։ Հասկանում եք։ Այսինքն հիմա Իրանից հետո այդ պրպտուն աշակերտը ինքը բացելու է հիմնական կոդերը Բhagavad-ամի։ Իրանից հետո գալու են հոգևոր մարդիկ, իր աշակերտները, որոնք իրենք այդ կոդերը մանրամասնելու են։ Եվ դա լինելու է շատ, այսպես, երկար process։ Հասկանում եք։ Ուրեմն այս գաղափարը, որ ամեն ազնվորություն ինքը կամ կարողացել է ընկալի իր հոգևոր ուսուցչի գիտելիքի մի մասը, կամ ինքը արդեն այն ազնվորությունն է, որը շարունակում է իր հոգևոր ուսուցչի գործը, չէ՞, դա խոսում է, թե ինքը, ես ուրիշ բառ այդտեղ չեմ կարող ասեմ, էլի կներեք, թե ինքը ինչ կալիբրի աշակերտ է։ Հասկանում եք։ Եվ նրանք ովքեր, իհարկե, նրանք ովքեր արդեն այդպիսի ազնվորությունների գործը առաջ տանող են, իրենք սովորական կենդանիակներ չեն։ Մենք պիտի դա հասկանանք։ Իրենք շատ անսովոր կենդանիակներ են, հա? Եվ իրենք երբ որ գալիս են եւ կատարում են այն, ինչ որ իրենք բանեն, պիտի որ կատարեն, հա? Այդտեղ շատ լուրջ բաների մասին է խոսքը գնում։ Եվ հիմա Մայտրեյան ինքը խոսում է նրա մասին, որ ինքը, սանսկրիտ դա ասում են աչարյա, այսինքն ինքը իրականում աչարյա չի, ինքը հոգևոր ուսուցչի ասածից ավել ասող չի։ Հասկանում եք։ Ինքը հիմա ասեց, եւ ես կկրկնեմ այնքանը, ինչքանը որ յուրացրել եմ։ Հասկանում եք։ Տեսեք, նույն բանը ամենասկզբում ասեց Եվսուտը Գոսվամին։ Ինքը ասեց այո, ինքը չհերքեց, ինքը ասեց այո։ Ես շատ ուշադիր լսել եմ։ Ոչ մի վարքյան իմ բանականությունը չի անջատվել։ Այդպիսի կետ չկա, որ ես ասեմ, այստեղ իմ քունը տարավ եւ ես մի ժամ քնել եմ ու չեմ լսել, թե Շուկատևը Գոսվամին Բարիքշիտին ինչ ասեց։ Ես 7 օր 7 գիշեր իրանց հետ հավասար չեմ քնել, չեմ կերել, տեղից չեմ շարժվել եւ ուշադիր լսել եմ։ Իմ ուշադրությունը ոչ մի վարքյան չի շեղվել։ Ով վեր կացավ, ով գնաց, ով ինչ խոսաց, ով ինչ արեց։ Ես այդ ամեն ինչը դեռապես չեմ նկատել, ես կենտրոնացած էի այդ խոսակցության վրա, չէ՞։ Բայց ինքը միևնույնն է ասեց, եւ ես կներկայացնեմ այդ գիտելիքը, հա, այսինքն բառացիկ ասեմ ամեն ինչը, բայց այնքանով, ինչքանով որ ինքս ընկալել եմ։
Տեսեք, ուրեմն սուտը գոսվամին էլ ինքը առաջ տանողը չէր։ Ինքը իր հոգևորությունի տվածը պահպանողն էր։ Դրա համար ինքը ասեց, ես ճշգրտությամբ, ասեց ամեն մի տառը կարող եմ կրկնեմ։ Բայց այն ինչ որ վերաբերվում է տրամադրություններին, անալիզներին, ես իմիջ մենք տեսնում ենք, որ ոչ սուտը գոսվամին է իրան դա թույլ տալիս, ոչ էլ հիմա Մայտրեան։ Իրանք ուղղակի կրկնում են իրենց ուսուցչի կողմից տված գիտելիքը։ Իրականում հիմա կարող է թվալ, որ այդպիսի անձնավորությունները իրենք ավելի ցածր որակավորում ունեցող աշակերտներ են, իսկ նրանք ովքեր որ առաջ են տանում, նրանք ինչ-որ ավելի կարևոր են։ Այդ հոգևոր կյանքում հասկանում եք, այդ ավելի կարևորության խնդիրը բարձրացնելը, դա իրականում տգիտություն է։ Որովհետև եթե դուք մի քիչ ուշադիր նայեք, դուք կտեսնեք, որ հոգևոր գիտելիքը մաքուր վիճակում պահպանելը դա նույնքան արժեքավոր է, ինչքան հոգևոր գիտելիքը ավելի խորը բացելը։ Եվ դրա համար եւ նրանք ովքեր պահպանել գիտեն, որովհետև թույլ աշակերտները իրանք ոչ մաքրությունը պահպանել գիտեն, ոչ էլ առաջ տանել գիտեն։ Եթե իրանց է մնում, իրենք անպայման հոգևոր ուսուցչի կողմից ստացած գիտելիքը սկսում են աղավաղել, այդ գիտելիքը անցկացնելով իրանց կեղծ եսի մեջով։ Ինչ է նշանակում անցկացնելով կեղծ եսի մեջով։ Դա միշտ նշանակում է աղավաղել սեփական շահերով։ Որտեղ պայմանավորված վիճակում կենդանեակը ինքը ուշադրություն է դարձնում միայն այն բաների վրա, ինչը որ իրեն է պետք։ Ինքը նկատում է եւ կարևորում է միայն այն, ինչ կարևոր է իր պայմանավորված վիճակի համար։ Հասկանում եք։ Եվ օրինակ ասենք այդ ժամանակ, տեսեք հիմա ասենք, այս գիտօրինակ Բhagavad-ը ինքը պահպանել են, չէ՞։ Եվ պահպանել են եւ առաջ են տարել։ Հիմա գալիս է պայմանավորված կենդանի էակը։ Ենթադրենք պայմանավորված վիճակում տղամարդը։ Ինքը գալիս է եւ ասում է, տես, այստեղ գրած է, որ կինը ինքը պետք է լինի հավատարիմ, ընդունի իր ամուսնու բարեկամներին եւ ընկերներին, նույնպես ինչպես իր ամուսնուն է ընդունում, ինքը պետք է միշտ ունենա հաճելի տեսք, ժպտադեմ լինի, հավատարիմ լինի, չգիտեմ, մաքրասեր լինի, սա լինի, հա։ Եվ ինքը, ասենք այդ նույն տղամարդը, լինելով ցածրորակ տղամարդ, կարող է կնոջից պահանջել եւ բանանել, որ այսօր գրվածքը սա է ասում։ Հետո գալիս է կինը, հա, որը ինքը չի ուզում ոչ հավատարիմ լինել, ոչ ծառայել, ոչ էլ ասենք որակավորում ունի, չգիտեմ, ապրի ցածր որակներ ունեցող մարդու հետ եւ ժպտա, ինչի վրա պիտի ժպտա, հայտնի չի, չէ՞, հասկանում եք։ Եվ այդ ժամանակ էլ կինը ասում է, բա դու ինչի չես նկատում, որ այդ տեքստի վերջում ասվում է, որ կինը պիտի այդպիսինը լինի, եթե տղամարդը ընկած չի։ Հա, բայց ինչի էսա էլ որ ամեն մեկը սկսում է նկատել այն ինչ որ իրեն է ձեռք տալիս եւ դա միշտ աղավաղում է գիտելիքը եւ երբ որ մենք լսում ենք տղամարդուն որը ինքը այդ տեքստը մեկնաբանում է եւ այդ մասը չի ասում մեր մեջ մնում է այդպիսի տպավորություն որ կարեւորը միայն դա էր հասկանում եք կամ երբ որ մեկնաբանում է կինը ինքը ակցենտը դնում է նրա վրա չէ մենք չեք նկատում, թե ինչ որակավորում էր պահանջվում կնոջից։ Այս օրինակի վրա շատ լավ երևում է, էլի։ Այսինքն ամեն մեկը ինքը պայմանավորված վիճակով աշակերտները իրանք միշտ աղավաղում են գիտելիքը իրենց կեղծ եսը բավարարելու համար։ Իսկ մաքուր նվիրը, այսինքն մաքուր աշակերտները, որոնք իրենք հասնում են մաքուր հոգու վիճակի, իրենք կարողանում են պահպանել գիտելիքի մաքրությունը եւ խորացնել նրա իմաստները։ Հասկանում եք։ Եվ այդպիսի անձնավորություններ իհարկե մենք պիտի հասկանանք, որ ամեն մի հազարամյակ չի, որ այդպիսի անձնավորություններ ծնվում են։ Որովհետեւ ամեն մի
ամեն մի ժամանակ ընթաց չի, որ դրա կարիքը կա։ Բայց երբ որ դրա կարիքը կա, իրանք մեկը մյուսի հետևից ծնվում են եւ մեկը մյուսի հետևից ուրեմն այդ գիտելիքը բարձրացնելու, պահպանելու եւ առաջ տանելու գործընթացների մեջ շատ մեծ գործ է կատարում։ Եվ Մայտրեյան այստեղ խոսեց նրա մասին, որ ինքը իր հոգևոր ուսուցիչի գիտելիքը պահպանողներից է եւ ներկայացնում է այդ հոգևոր գիտելիքը ուղիղ այնքանով, ինչքանով որ ինքն է կարողացել յուրացնել։ Այսինքն ինքը հիմա խոսում է նրա մասին, որ շատ հնարավոր է, որ ես ամեն ինչը չի, որ հիշում եմ կամ յուրացրել եմ այն ամեն ինչից, ինչ որ լսել եմ իմ հոգևոր ուսուցիչից, հա, բայց այն ամեն ինչը, ինչ որ հիշում եմ, դա լրիվ բավարար է, որպեսզի կարողանանք հիմա այստեղ հասկացողություն զարգացնել, թե առողջագործությունը ինքը ինչ բան ուներ։ Եվ այս որակը, որը հիմա Մայտրեյան ցուցաբերում է, կոչվում է համեստություն։ Այն ազնվորությունները, որոնք իրենք այդպիսի դիրք ունեն, որ անպայման մարդկանց բերեն այն գաղափարին, որ իրենք շատ խելացի են եւ ինչ որ բաներ են հասկացել եւ չեն շեշտում այն ազնվորություններին, ում գիտելիքից որ օգտվում են, այդպիսի ազնվորությունները իրենք մանրահոգի, հա, փառքի, այսպես եթե տնական լեզվով ասեմ, փառքի մեռած եւ դրա հիմքի վրա մի փոքր ստախոս կենթանիակներ են երկերեսանի։ Դու իհարկե այդպիսի մարդկանցից էլ կարելի է ինչ-որ օգուտ ստանալ, բայց մենք հիմա ձեզ հետ քննարկում ենք բարձրագույն պլան կան հոգևոր ուսուցիչների, որտեղ իհարկե սա այն ազնվորություններն են, որոնց հոգու մաքրության, մղումների մաքրության առաջ կարելի է միայն խոնարհվել ըստից։ Այսօր ասկանը սիրելիներս, ստեսություն ձեզ։